Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ գաղափար, որ պատահական չի ընտրված ու մայրցամաքների խաչմերուկում գտնվող Հայաստանի համար կանխորոշվել է դեռ վաղ անցյալում։ Հենց այս խորագրով է Նյու Յորքում բացվում Հայաստան ներդրումային համաժողովը։ Անդրանիկ համաժողովի լիագումար նիստը վարում է Ռոբերտ Կունը, միջազգային կորպորատիվ ստրատեգ, Կուն հիմնադրամի հիմնադիր, ներդրումային բանկիր և նեյրոգիտության դոկտոր։ Please welcome the President of the Republic of Armenia, His Excellency Serge Sargsyan. Հայաստանի տնտեսական վիճակը, ներդրումային գրավչությունը, իրականացվող բարեփոխումներն ու Հայաստանի միջոցով տարածաշրջանային շուկաներ մուտքի հնարավորությունները որպես դարպաս տարածաշրջանի հիմնական շուկաներ մտնելու համար։ Այս ամենը ներդրողներին, տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ընկերություններին ու միջազգային ֆինանսական կառույցներին նախագահ Սարգսյանն անձամբ է ներկայացնում։ Նախ Հայաստանի մրցակցային առավելությունների մասին։ Նախագահը շեշտում է, դրանք Հայաստանի սահմանափակ ռեսուրսների ու անբարենպաստ աշխարհաքաղաքական իրողությունների ծնունդ են։ Հայաստանի առաջին ու գլխավոր կապիտալը նախագահի խոսքով մարդկային ներուժն է։ Լինելով փոքր տնտեսություն, խորհրդային տնտեսվարության ժառանգությամբ, չունենալով ելք դեպի ծով, էներգետիկ պաշարներ, տարիներ ի վեր գտնվելով շրջափակման մեջ որոշ հարևանների կողմից, մենք երբեք չդարձանք դժվարությունների գերին։ Հակառակը դրանք օգտագործեցինք զարգացնելու ստեղծագործ միտքն ու հնարամտությունը։ Մարդկային կապիտալը դարձավ մեր բարեկեցության աղբյուրը, արդյունավետությունը շարժիչ ուժը, իսկ հակադրվող շահերի համադրումը մեր կենսակերպը։ Թեև ֆինանսական ճգնաժամերը չշրջանցեցին նաև Հայաստանը, մեր երկրում վերելք ապրեց գիտելիքահենք հասարակությունը, ինչի շնորհիվ ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանն իր տեղը զբաղեցրեց տեխնոլոգիապես առաջատար երկրների շարքում։ Անկախ ֆինանսական հնարավորություններից, յուրաքանչյուր հայ ընտանիք ձգտում է առավելագույնս ներդնել երեխաների կրթության հարցում։ Եվ օրինաչափ է, որ արդեն երկար տարիներ դպրոցականների համաշխարհային առարկական օլիմպիադաներում մեր երեխաները շահում են շուրջ 20 մրցանակ։ Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող մրցանակների քանակով Հայաստանն այսօր գլխավորում է մաթեմատիկայի միջազգային դպրոցական օլիմպիադաների վարկանիշային աղյուսակը, նույն սկզբունքով շախմատի գրոսմայստերների ամենամեծ թիվը մեր երկրինն է։ Այս ամենի կողքին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Լույս հիմնադրամ, Դիլիջանի միջազգային դպրոց։ Մենք դառնում ենք հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացման, բարձր հավելյալ արժեք ունեցող բարդ արտադրատեսակների նախագծման և արտադրության համար ցանկալի վայր։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը խթանելու համար մենք հարկային արտոնություններ ենք տրամադրում սկսնակներին, ազատելով նրանց շահութահարկից և կիրառելով ընդամենը 10% եկամտահարկ։ Որպես արդյունք ոլորտում Հայաստանը վերջին տարիներին արձանագրել է միջինը 25% աճ։ ՏՏ ոլորտից մինչև բժշկական զբոսաշրջություն, բարձր որակավորում ունեցող աշխատուժի ու մարդկային կապիտալի շնորհիվ Հայաստանն այսօր մատչելի նորարարական լուծումներ առաջարկող երկրի համբավ ունի։ Անցած 25 տարիների ընթացքում մենք իրականացրել ենք շրջադարձային բարեփոխումներ, որոնց շնորհիվ Հայաստանը բարելավել է իր վարկանիշային դիրքերը։ Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով Հայաստանը 189 երկրների շարքում 35-րդն է, բիզնես հիմնադրելու ցուցանիշով 5-րդը, իսկ սահմանային առևտրի ցուցանիշով 29-րդը։ Այսօր Հայաստանն առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով իր բիզնես մշակույթի ազատականացման, գործարար բարենպաստ միջավայրի, ինչպես նաև շարունակական բարեփոխումներին անվերապահ հանձնառության շնորհիվ։
ԵԱՏՄ-ից մինչև Չինաստան նախագահն այնուհետև անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքի, քաղաքական ու տնտեսական պայմանավորվածությունների ընձեռած հնարավորություններին, շուկաներին, որտեղ հայկական ապրանքները արդեն իսկ մեծ պահանջարկ ունեն։ Հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, մենք հնարավորություն ունենք առանց մաքսային տուրքերի դուրս գալու ավելի քան 180 միլիոնանոց Եվրասիական տնտեսական միության սպառողական շուկա։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ընդհանուր սահմանը առանց մուտքի արտոնագրի քաղաքացիների տեղաշարժը եւ ավանդական բարեդրեսական հարաբերությունները բացում են եւս 80 միլիոնանոց սպառողական շուկայի դռներ։ Իսկ պատմականորեն բարեկամական հարաբերությունները Վրաստանի հետ հասանելի են դարձնում Սևծովյան նավահանգիստները, ինչպես նաև ապահովում Ռուսաստանի Դաշնության եւ Եվրասիական տնտեսական միության մնացած երկրների եւ Եվրոպական միության հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը։ Շուտով խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, Հայաստանը կդարձնի Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կամուրջող ամենակարճ տարանցիկ երթուղին։ Այս ամենից բացի Հայաստանը կիսելով Եվրամիության ընդհանուր արժեքները, նաև օգտվում է Եվրամիության արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից։ Հայաստանի տնտեսության մեջ մեծանում է նաև Չինաստանի ներգրավվածությունը, նոր տնտեսական տեղանկարներով, այդ թվում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ծրագրի կյանքի կոչմամբ։ Բացի դրանից մենք պատմականորեն սերտ հարաբերություններ ունենք տարբեր մերձավոր արևելյան երկրների հետ, որոնց հետ վերջին մի քանի տարիների ընթացքում առևտրի ծավալները հետևողականորեն աճում են։ Եվս մեկ առավելություն, որ նախագահը հատուկ է շեշտում, հայկական սփյուռքը, որի միջոցով Հայաստանը ոչ միայն ճանաչելի է դառնում կարևոր շուկաներ հանդիսացող երկրներում, այլև սփյուռքահայ ներդրողների հետ Հայաստան են ներմուծվում լավագույն գործարար ավանդույթներ։ Հայաստանում առկա է գործարարության համար կարևորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր։ Տարածաշրջանում եւ ԱՊՀ երկրներում վերջին զարգացումները արժույթների կտրուկ արժեզրկումը ցույց տվեցին, որ Հայաստանն ունակ է դիմակայելու արտաքին բացասական ցնցումներին, ապահովելով երկրում կայուն եւ կանխատեսելի մակրոմիջավայր։ Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը բավարարում են հասարակության ակնկալիքները, թույլ տալով, որպեսզի մեր ազգային արժույթը արժեզրկվի տնտեսագիտական հիմնարարներին համապատասխան։ Մենք խստորեն հետևելու ենք արդյունավետ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության միջոցով մակրոտնտեսական կայունության պահպանման ոսկե կանոնին։ Նախագահը շեշտում է, Հայաստանը հանձնառու է երկրի գործարար միջավայրի հետագա բարելավմանը։ Այդ նպատակով բարեփոխումներ են նախատեսվում նաև հարկային ու մաքսային ոլորտներում։ Առաջին քայլն արված է։ Նոր հարկային օրենսգիրքը հարկային վերահսկողության գործընթացը առավել գործարարամետ է դարձրել, իսկ արդարադատության ոլորտի բարեփոխումները կապահովեն ներդրումների պաշտպանության սկզբունքը, որը Հայաստանը ստանձնեց սահմանադրական բարեփոխումներով։ Ընդամենը օրեր առաջ կազմավորված Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը լայն լիազորություններ է ստացել համարձակ առաջ մղելու իրավական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը։ Հայաստանի ներդրումային միջավայրը շատ ավելի գրավիչ դառնելով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար։ Այս նպատակով մենք վերափոխեցինք մեր էկոնոմիկայի նախարարությունը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարները իրենց հարցերը բարձրացնելու եւ պատասխաններ ստանալու քաղաքական հարթակ ունենան։ Բացի այդ, մենք լիազորել ենք նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամին բոլոր հարցերում անվերապահ
աջակցել օտարերկրյա ներդրողներին։ Արտասահմանյան ներդրողների ներգրավվածությունը դիտում ենք որպես Հայաստանի տնտեսությունը խթանող շատ կարևոր բաղադրիչ։ Հետևաբար, պարտավորվում ենք ապահովել նաև պիլոտային օրենսդրական լուծումներ խոշոր ներդրողների համար, որոնք կցանկանան այսօրվա ու վաղվա Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս դեպի տարածաշրջանի հիմնական շուկաներ։ Նախագահի ելույթից հետո ներդրողների հարցերի հերթն է։ Մենք պիտի շարունակենք մեր բնականատար ներդրումները եւ աշխատենք հարաճիգա ներդրումներու նախագիծերով։ Հետո երկկողմ հանդիպումներ։ Տնտեսությունը օրակարգի գլխավոր թեմա։ Մարիաննա Ղահրամանյան, Հայլուր։